Ժողովուրդ օրաթերթը գրում է սեպտեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգի հյուպատոսարանում մահացած են գտել Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Արթիկի նախկին փոխքաղաքապետ Բորիս Ավագյանին։ Ավագյանը մինչ այդ տեսանյութ էր տարածել, հայտնելով, որ գտնվում է հյուպատոսարանում եւ խնդրում է իրեն արտահանձնել Հայաստան։ Թերթը հարցում է ուղարկել արտգործնախարարություն եւ քննչական կոմիտե։ Երկու կառույցից էլ պատասխանել են, որ դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի քննչական կոմիտեում։ Վարույթի հիմքի եւ ժամանակի վերաբերյալ մանրամասներ չեն հայտնել։ Ավագյանի փաստաբանը պնդում է, որ նա չէր կարող ինքնասպան լինել, իսկ ռուսական մամուլը գրել էր պարտքի վերաբերյալ խնդիրների մասին։ Թերթը տեղեկացել է նաեւ, որ դեպքի հանգամանքները շարունակում են քննվել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության իրավապահների համագործակցությամբ։ Ամեն դեպքում Բորիս Ավագյանի մահը շատ առեղծվածային էր, գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է նախորդին պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ու Հայաստան Դաշինքից Իշխան Սաղաթելյանը հանդիպել են քննարկել անելիքները իմպիչմենտի գործընթացի հետ կապված։ Պատիվ ունեմը Հայաստանն ներփոխանցել ձևաթուղթը, քանի որ որոշ պատգամավորներ ԵԽԽՎ-ում գործուղման են, 3-4 հոգի դեռ չի ստորագրել։ Բացի այդ, կալանքի տակ գտնվող Արթուր Սարգսյանի մոտ էլ պետք է ձևաթուղթը տանեն ստորագրի։ Այդուհանդերձ երկու ֆրակցիաները միասին 34 ստորագրություն ունեն։ Երկու ձայն պակասում են նախագիծը շրջանառելու համար։ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը պահանջներ ունեն։ Առաջարկում են նախ 4 ուժերի միջև իշխանության հստակ բաժանում անեն, որ հետո բոլորը պաշտոններ ստանան։ Թերթին փոխանցել են, որ Հովիկ Աղազարյանը փոխվարչապետի պաշտոնն է ուզում, գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է Վարդան Ղուկասյանի հասցեին օրերս սպառնալից հայտարարություններ հնչեցին։ Փաշինյանը պատասխանելով գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանի հարցին սպառնաց, որ Վարդան Ղուկասյանին դուրս են շպրտելու քաղաքական ու հանրային դաշտից։ Թերևս մտադիր են քրեական գործառույթել նրա դեմ Հայաստանի ինքնիշխանության դեմ իբր արած հայտարարությունների համար։ Ակնհայտ է, որ գործի է դրվել Փաշինյանի սիրելի քրեական մահակը եւ իշխանություն խլելու սցենար են կիրառելու, գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է իրավապահները շարունակում են աչք փակել իշխանականների հարազատների կամ քաղաքացիական պայմանագրի անդամների աղմկահարույց միջադեպերի վարույթների վրա, որոնք հետագայում անդառնալի հետևանքներ են ունենում, ինչպես եղավ Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի դեպքում։ Եվ ահա աչք փակելու հերթական թեման։ Թերթին հայտնի է դարձել, որ ԿՊԱ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդու մասնակցությամբ միջադեպի գործը կրկին կարճվել է, գրում է թերթը։